Նայիրին էլ ինձ ճիշտ ասած ես ինչի եմ իրեն հանդիպել, որտեվ ինքը դիմում էր գրել, ես ազգային ժողովի պատգամավոր էի, ինքը վաղաժամկետ պայմանական ազատման դիմում էր գրել։ Եվ ինձ հետաքրքիր էր, թե այդ ինչ հույսով է գրել, որ կարող է իրեն շնորհվել այդ պայմանական ազատման հնարավորությունը։ Ինքը ինձ հավաստիացնում էր, որ մենք պիտի իրեն խնդրենք, որ ինքը դուրս գա եւ իր առաքելությունը լրումին հասցնի։ Որն է իր առաքելությունը։ Որ մեզ պիտի ազատի մորուսավորներից։ Բառացի եմ ձեզ ասում, այսինքն ինքը դեռ ուրեմն իր առաքելությունը պիտի ամբողջացնի։ Ինքը վստահ է, որ հայ ժողովրդի կյանքում մեծ առաքելություն է իրականացրել եւ մենք տեսնում ենք, որ ինքը համախոհներ ունի։ Վազգեն Մանոկյանն էլ է այդպես մտածում, իդեպ որը անձնական վրեժ ուներ Վազգեն Սարգսյանի նկատմամբ, որը 96 թվականին իր համոզմամբ իր հաղթանակը տվել է Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այսինքն ամեն մեկը իր մոտիվը ունի։ Հրանտ Մարգարյանը իր մոտիվը ունի, Ռուբեն Հակոբյանը իր մոտիվը ունի, բայց այստեղ ամենաեականը նա է, որ այս անհատները այսօր առանցքային դերակատարներ են մեր քաղաքական կյանքում։ Այսինքն 26 տարի անց այն մարդիկ, ովքեր հոկտեմբեր 27-ի վառելիքը վառողներն են եղել, լիցքավորողներն են եղել այդ մեքենան, այդ ահաբեկչական մեքենան, նրանք շարունակում են կարևոր դերակատար լինել քաղաքական մեր ներկա բնակում։